Անցած անգամ նույնականին մեծ արդյունքներ ստացանք, անցած անգամ ստացանք, որ ածանցիլույությունից հետևում է անվերջ ածանցիլույություն, բացի դրանից ածանցիլույությունից հետևում է, որ ֆունկցիան կարելի է գրել f(z)-ը, եթե անալիտիկ ֆունկցիա է, ապա կամայական արկետում իր սահմանման տիրույթի կարելի է իրան ուրեմն ներկայացնել հետևյալ կերպ z հանած a, չէ, ստարեք առաջինը, f-ի ածանցյալ a կետում բաժանած 1-ի ֆակտորիալ z հանած a եւ այլն, f-ի n-1/3 ածանցյալ a կետում բաժանած n-1 ֆակտորիալ z հանած a-ի n-1 գումարած մի ինչ-որ ֆունկցիա անգամ z հանած a-ի n աշճան, որտեղ s ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա է եւ s ֆունկցիայի ածանցյալը a կետում հավասար է, չէ, s ֆունկցիայի արժեքը a կետում հավասար է f-ի ածանցյալին n-րդ ածանցյալին a կետում բաժանած n ֆակտորիալ։ Ու s fn ֆունկցիայի համար էլ ստացանք ինտեգրալային բանաձև f-ի միջոցով։ Դա այսօր դրան չենք անդրադառնա, բայց սրանից կօգտվենք, ուրեմն սա ոնց որ Թեյլորի բազմանդամը էս առաջի մասը, ստեղ ուրեմն էությունը n էր մեր արածի, որ ցույց տվեցինք, որ այս ֆունկցիան լինում է անալիտիկ։ Այսօր եկեք ուսումնասիրենք անալիտիկ ֆունկցիաների զրոները։ Ենթադրենք f-ը անալիտիկ է մի հատ ինչ-որ տիրույթում ու ունենք մի կետ այս տիրույթից, որտեղ f-ը 0 է, բայց f-ը նույնական 0 ֆունկցիան չի։ Եկեք ապացուցենք հետևյալ բանը։ Ուրեմն հիմա ասենք, եթե ունենանք օրինակ բազմանդամ եթե ունենք, եթե այդ բազմանդամը ինչ որ կետում, եթե f-ը բազմանդամ լինի, ինչ որ կետում այս բազմանդամը 0 լինի, ապա այս բազմանդամը օրինակ կարողանանք գրել z հանած a անգամ մեկ ուրիշ ինչ որ բազմանդամ, սա էլ կլինի բազմանդամ։ Հիմա բայց կարող է սա նույնպես 0 լինի, այսինքն եթե j-ի արժեքը a կետում նույնպես 0 լինի, ապա մի հատ էլ z հանած a կարող ենք դուրս հանել, կարող ենք ստեղ ինչ որ մի որոշ քանակի z հանած a-ը դուրս հանել, ու ստեղ կմնա բազմանդամ, որը էլ a կետում 0 չի լինի։ Այսինքն այդ դեպքում կասենք, որ այս a կետը ունի ինչ որ պատիկություն, որպես 0, որպես f ֆունկցիայի 0, այդ պատիկությունը կլինի k, ոնց որ k անգամ f-ը a կետում 0 է։ Այս 0-ի պատիկությունը k է։ Ու այս k-ն այս օրինակում, երբ որ բազմանդամի հետ գործ ունենք, միշտ կլիներ ամբողջ թիվ։ Եկեք ցույց տանք, որ եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, ապա նույնպես գոյություն ունի ինչ որ 0 կետի պատիկության գաղափար, որը միշտ կլինի էլի ամբողջ թիվ։ Ուրեմն պնդում գոյություն ունի մի ամբողջ թիվ, այնպիսին, որ f(z)-ը կարելի է գրել z հանած a-ի k աշճան անգամ ինչ որ մեկ ուրիշ ֆունկցիա, այս ֆունկցիան կախված է բարձր a-ից, k-ից, որտեղ այս ֆունկցիան անալիտիկ է եւ այս ֆունկցիայի արժեքը a կետում հավասար չէ 0։ Այսինքն այս ասածից էությունը շատ այն է, որ այս թիվը լինելու է ամբողջ։ Այսինքն ոնց որ ստեղից կարելի է հասկանալ, որ օրինակ ասենք z հանած a-ի, ասենք 3 երկրորդ աշճանի կարգի ֆունկցիան
A կետում անալիտիկ լինել չի կարող, որովհետև սրա ոնց որ 0-ի պատիկությունը A կետում եթե լիներ, պետք է լիներ 3 երկրորդ։ Ինչի՞, որովհետև ասենք, սա եթե փորձեմ գրեմ, ինչքան հնարավոր է z հանած a-ը առանձնացնեմ, ինչքան կարող եմ 3 երկրորդ հատ կարող եմ ասել։ Եթե մի հատ եթե ամբողջ քանակի փորձեմ առանձնացնեմ, ստեղ կգնա z հանած a-ի 1 երկրորդ այսչան, սա անալիտիկ ֆունկցիա չի, մենք տեսել ենք, բայց a կետում 0 է։ Եթե փորձեմ մի հատ էլ հանել, ապա ստեղ արդեն կստացվի ֆունկցիա, որը անվերջության կձգտի, երբ որ z-ը ձգտի a-ին։ Այսինքն ամբողջ էությունը այն է, որ միշտ գոյություն կունենա մի ամբողջ տիպ էստեղ, որը կլինի a-ի պատիկություն, այսինքն եթե այդքան հատ z հանած a f-ից առանձնացնենք, այս մնացածը կլինի անալիտիկ ֆունկցիա, որը a կետում էլ 0 չի լինի։ Նման ֆունկցիայի համար դա տեղի չէր ունենա, որովհետև այս նման ֆունկցիան անալիտիկ չի։ Եկեք սա ապացուցենք։ Եկեք օգտվենք այս վերևի բանաձևից։ Մենք գիտենք, որ a կետում կարելի է ֆունկցիան գրել այս ասում շարքի միջոցով, շարք չի, դե վերջավոր է, մենք կարող ենք այս ձևով ներկայացնել f-ի ածանցյալ a կետում բաժանած 1 z հանած a գումարած f-ի k մինուս 1 ածանցյալ a կետում բաժանած a մինուս 1 ֆակտորիալ z հանած a-ի a մինուս 1 գումարած եկեք ստեղ մինչև k գնանք, հա, լավ, k մինուս 1 f z հանած a-ի k h։ Հիմա եթե այս մենք ինչ ունենք, մենք ունենք, որ f-ի արժեքը a կետում 0 է, հիմա կարող է պատահի f-ի ածանցյալն էլ a կետում 0 լինի, և այսպես ունենանք 0-ներ, որը ինչ-որ պահի էլ 0 չի, այսինքն սրանք, եթե ունենանք, որ սրանք բոլորը 0 են, ապա ինչ կունենանք, ապա կունենանք, որ այս սկզբի մասը կդառնա լրիվությամբ 0, ու կունենանք, որ մեր f(z)-ը հավասար է, ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիա, մենք անցած անգամ տեսանք, որ սա անալիտիկ է, անալիտիկ ֆունկցիա անգամ z հանած a-ի k աշճան։ Հիմա եթե վերցնենք ամենամեծ k-ն, որի համար սա տեղի ունի, վերցնենք ամենամեծ k-ն, որի համար սա տեղի ունի, ապա ինչ կարող ենք ասել։ Ապա fk-ի արժեքը a կետում 0 չի, որովհետև մենք գիտենք, որ fk-ի արժեքը a կետում հավասար է f-ի k-երորդ ածանցյալին a կետում բաժանած k ֆակտորիալ, այսինքն սա կլինի ոչ 0, որովհետև k-ն ամենամեծն էր, որ սա տեղի ուներ։ Հետևաբար մենք ստացանք էլ ինչ որ ուզում ենք, մենք գրեցինք մեր f(z) ֆունկցիան, որպես մի անալիտիկ ֆունկցիա, անգամ z հանած a-ի k աշճան, այնպես որ այս առաջի մասը a կետում 0 չի։ Այսինքն միակ ձևը, որ կարող է հանկարծ մեր պնդումը տեղի չունենա, դա այն է, որ ամենամեծ k գոյություն չունենա։ Այսինքն դա ինչ կնշանակի։ Դա կնշանակի, որ f-ի արժեքը a կետում, f-ի արձանցյալը a կետում, երկրորդ արձանցյալը a կետում եւ այլն, սրանք բոլորը հավասար են 0։
Այս դեպքում ինչ կարող ենք ասել։ Մենք կարող ենք ասել, որ f-ի արժեքը z կետում եւ կարող ենք միշտ գրել այսպես կամայական n-ի համար։ Կամայական բնական n-ի համար։ Հիմա եկեք ցույց տանք, որ սա f-ի վրա չափից մեծ դուրս սահմանափակում է դնում, այնպես որ f-ը պետք է անպայման լինի 0։ Ինչ կարող ենք ասել f-ի բացարձակ արժեքի մասին, սա փոքր կամ հավասար կլինի z հանած i n-ը աշճան անգամ f-n z։ Հիմա եթե վերցնենք մի a կետի շուրջը, ինչ որ մի շրջանագիծ, r շալավով, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ f-n z-ը հաստեղ իրականում եք օգտագործենք մեր f-n z-ի համար ստացած բանաձևը, ինտեգրալ ըստ, ասենք, որի եթե անունը դնենք c, ըստ c-ի fz բաժանած fz չէ, xi բաժանած xi հանած i n աշճան, xi հանած z-ը, տարի անունը ինչ էր, չէ, xi d xi, մնացած անգամ այս բանաձևն էինք ստացել, fn-ի համար, հիմա կարող ենք սրանով fn-ը գնահատել, միսա փոքր կամ հավասար կլինի, 1 բաժանած 2-ի, անգամ, ուրեմն, ինտեգրալ, ըստ c-ի, սրա բացարձակ արժեք, դեքսի։ Ուրեմն, իրավիճակը որն է, ունենք a կետը, ունենք ինչ-որ մի z կետ, եկեք վերցնենք այս շրջանի մեջ, մենք ունենք մեր շրջանը, r շարախով, ու մեր x-ին այս կորի վրա է փոփոխ։ Դե այս կորի վրա մեր f-ը անընդհատ ֆունկցիա է, այսինքն ունի մաքսիմալ արժեք։ Սա եկեք փոխարինենք իր մաքսիմալ արժեքով, 1 բաժանած 2-ի, մաքսիմում f x-ի, երբ որ x-ին պատկանում է այս մեր կորին, հայտարարում ինչ ունենք։ Այս x-ին տատանվում էր այս կորի վրայով, այսինքն հեռավորությունը a կետից կլինի միշտ r, այստեղից կունենանք r-ի n աշճան։ Սրա մասին ինչ կարող ենք ասել։ Ուզում ենք փաստորեն սա հայտարարում է, մենք ուզում ենք սա վերևից գնահատենք, այսինքն սա պետք է ներքևից գնահատենք։ Ամենաքիչը ինչքան կարող է լինի x-ի հանած z-ը, նա ամենակիչը կլինի x-ի հանած z-ի բացարձակ արժեքը, եթե ստեղ ուղիղ գծով միացնենք z, այսինքն եթե x-ին լինի այս կետը, ապա x-ի ու z-ի հեռավորությունը ամենափոքրը կլինի, այսինքն ամենակարճ հեռավորությունը սա կլինի։ Հետևաբար ստեղ կարող ենք գրել, որ սա փոքր կամ հավասար ինչքան է, այդքանը կլինի r-ից հանած z-ի z հանած i-ի բացարձակ արժեք։ Այսինքն, եթե հիմա fz-ին նայենք, fz-ը ունենք
սա z հանած i n աշճան անգամ այս գնահատականը, այսինքն ունենանք, որ f-ի արժեքը z կետում, փոքր է կամ հավասար, z հանած i n աշճան, բաժանած անգամ, ուրեմն ես մի հատ ինչ որ հաստատում, էական չի, բաժանած r-ի n աշճան, ստեղ մաքսիմում x-ին պատկանում է c f x-ի բաժանած r հանած z հանած i բացարձակար։ Մենք նման անհավասարություն ունենք կամայական n-ի համար, սա n-ից կախված չի փոխվում, այսինքն սրանք միասին ինչ որ մի հաստատում է, սա z հանած a բաժանած n-ը բաժանած r-ը փոքր է 1-ից, այսինքն որ n-ը ձգտում է անվերջության, կունենանք, որ fz-ը պետք է հավասար լինի 0։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ եթե ունենք մի հատ տիրույթ, եթե ունենք այս տիրույթում a կետ, որտեղ f-ան հավասար է 0-ի, բայց գոյություն չունի k, այսինքն բայց նաև ունենք, որ բոլոր ածանցյալները 0 են, ապա եթե վերցնենք մի կամայական շրջան a կետի շուրջ, որը ամբողջությամբ օմեգայի մեջ է, ապա այս շրջանում f-ի արժեքը 0-ի բոլոր կետերում։ Այսինքն եթե ունենք սա, եթե c-ն օմեգայի մեջ է, c-ն ուրեմն ինչ որ շրջան է, ապա կամայական z պատկանում է c-ի, c-ն համ օգտագործում եմ շրջանագծի նշանակելու համար, համ շրջանը այս պահին, կարող ենք ասել, որ z-ը հավասար է 0-ի։ Եկեք ցույց տանք, որ սրանից հետևում է, որ f-ը պետք է անպայման ամենուրեք 0 լինի։ Ստեղ էլի, ասենք, լավ է հիշել, օրինակ իրական ֆունկցիաների օրինակը, ասենք իրական ֆունկցիա եթե ունենանք, թեկուզ եթե ես մեր իրական ֆունկցիան բոլոր կետերում ածանցյալներն ունենա, դրանից դեռ չի հետևում, որ եթե ինչ-որ մի միջակայքում ինքը 0 է, ապա ինքը պետք է լինի նույնական 0 ֆունկցիան, այսինքն կարելի է օրինակ սահմանել այնպիսի ֆունկցիա, որը ասենք 0 լինի այստեղ, հետո ստեղից ինչ-որ ձևով աճի, բայց այս կետում ունենա բոլոր ածանցյալները։ Այսինքն անվերջ ածանցյալներ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ-որ մի միջակայքում 0 լինելը ստիպում է, որ ֆունկցիան ամենուրեք 0 լինի։ Մենք նոր ստացանք, որ կետում բոլոր ածանցյալների 0 լինելը, դրանից կարող ենք ստանալ, որ ինչ-որ մի միջակայքում այդ կետի 0 է, հիմա դրանից օգտվելով կարող ենք ստանալ, որ ամենուրեք է 0։ Եկեք դիտարկենք այն բոլոր կետերը, որոնց համար, այսինքն այս պնդումը իմիջիալից որ մենք ապացուցեցինք վերևում, որ մի հատ միջակայք գոյություն ունի, որտեղ f ամենուրեք 0 է, եթե բոլոր ածանցյալները 0 են, նման ֆունկցիայի համար արդեն կարող է ճիշտ չլինել, եթե գործ ունենք իրական ֆունկցիաների հետ, հա։
եթե գոյություն ենք իրական ֆունկցիաների հետ, կարելի է կառուցել իրական r-ից r այնպիսի ֆունկցիա, որ f-ի ածանցյալը 0 կետում հավասար է 0 կամայական n-ի համար, բայց f-ի գրաֆիկը այս տեսքն ունի, այսինքն 0 է, բայց ոչ մի միջակայք գոյություն չունի f-ի շուրջ, 0-ի շուրջ, ոչ մի միջակայք գոյություն չունի 0-ի շուրջ, որ f-ը նույնականապես 0 լինի։ Եկեք ցույց տանք, որ եթե արդեն ցես միջակայք գտանք, ապա ամենուրեք պետք է 0 լինի։ Դրա սա քիչ թե շատ որսի պատկերացնենք, ինչ կարող ենք ասել։ Հիմա եթե վերցնենք մեկ ուրիշ կետ այստեղ, այս կետի շուրջն էլ, եթե ինչ-որ մի դիսկ կարող ենք տեղադրել, որը ամբողջությամբ օմեգայի մեջ է, ապա այդ դիսկում էլ պետք է 0 լինի, եւ այսպես շարունակ։ Ու կարողանանք ամբողջ օմեգան լցնել, այդպես կարող ենք պատկերացնել։ Ավելի խիստ ապացույց կարելի է տալ օմեգայի կապակցվածությունից օգտվելով։ Հաստատ պետք է ենթադրենք, որ օմեգան կապակցված է, որովհետև թե հակառակ դեպքում կարելի է սահմանել մի անալիտիկ ֆունկցիա, ասենք երկու կապակցված կտորի վրա, ու կամայական ձևով սահմանել այս երկու կապակցված կտորներում, ասենք օրինակ ստեղ սահմանել է ֆունկցիան ամենուրեք 0, այստեղ ֆունկցիան սահմանել ամենուրեք, ասենք z, այդ դեպքում բնականաբար կունենայինք ֆունկցիա, որը նույնականապես 0 չի, բայց կունենար այն բոլոր հատկությունները, որ ուզում ենք, այսինքն այստեղ էական է, որպեսզի այն պնդումը, որ f-ը նույնականապես 0 պետք է անպայման լինի, դրա համար միայն կարող ենք ասել դա մեր սահմանման դրույթի կապակցված կոմպոնենտի համար։ Ուրեմն, եկեք վերցնենք հիմա այն բոլոր z կետերը, որոնք այս i նման են, այսինքն որոնց համար f-ի արժեքը z կետում 0 է, f-ի ածանցյալը z կետում 0 է եւ այլն։ Ու եկեք վերցնենք դրա լրացումը։ Հենց նոր ինչ տեսանք։ Հենց նոր տեսանք, որ եթե ինչ-որ մի կետ ունենք Y1-ի մեջ, ապա գոյություն ունի մի հատ դիսկ, որը էլի Y1-ի մեջ կլինի ամբողջությամբ։ Այսինքն սրանից հետևում է, որ Y1-ը բաց է։ Եթե an Y1-ի մեջ չի, ապա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ գոյություն ունի մի k, այնպիսին, որ գոյություն ունի մի k ամբողջ թիվ, կամ 0, այսինքն ոչ բացասական ամբողջ թիվ, այնպիսին, որ f-ի k-րդ ածանցյալը z-ում 0 է, բայց f-ի k + 1-րդ ածանցյալը, ավելի ճիշտ, սենց ասեմ, f-ի k-րդ ածանցյալը z-ում 0 չի։ Այսինքն, կամ պետք է f-ի արժեքը z-ում 0 չլինի, կամ f-ի ածանցյալի արժեքը z-ում պետք է 0 չլինի, եւ այլն։ Սրանցից մեկը պետք է տեղի ունենա։ Ըստ սահմանման, որտեղ եթե սրանք բոլորը 0 լինեին, ապա a-կետում կներեք, a-կետ պետք է գրեինք, ապա a-կետը կլներ Y1-ի մեջ։ Բայց հիմա եթե դիտարկենք օրինակ այս բազմությունը, այն բոլոր a-երը, որտեղ f-ան հավասար չէ 0, սա բաց բազմություն է, որտեղ եթե մի կենտրոն ֆունկցիայի արժեքը 0 չի, ապա ինչ-որ միջակայքում 0 չի, որտեղ ֆունկցիան անընդհատ է։ Եթե դիտարկենք n կետերը, որտեղ ածանցյալը 0 չի, ապա սա էլի կլինի բաց բազմություն, որտեղ f-ի ածանցյալը անընդհատ ֆունկցիա է, որտեղ f-ը անվերջ ածանցելի է,
F-ի ածանցյալ ակետը այսինքն եթե 0 չի, ուրեմն ակետի ինչ-որ միջակայքում էլ 0 չի։ Այսինքն սրանք բոլորը կլինեն բաց բազմություններ։ Եթե սրանց միավորումը վերցնենք, սա կլինի E2-ը։ Այսինքն ինչ ստացանք, որ ստացանք, որ համ E1-ն է բաց, համ E2-ն է բաց։ Ու բնականաբար սրանք ոչ մի հատում չունեն, ըստ սահմանման, բայց սրանց միավորումը օմեգան է։ Բայց օմեգան կապակցված է, հետևաբար կամ E1-ը պետք է լինի դատարկ, կամ E2-ը պետք է լինի դատարկ։ Բայց մենք ենթադրել ենք, որ E1-ը դատարկ չի, հետևաբար E2-ը դատարկ է, այսինքն E1-ը ամեն ինչ է։ Այսինքն F-ը 0 է կամայական օմեգայից կետի համար։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ եթե F-ը հիմնականապես 0 չի, ապա կամայական F-ի 0 ունի վերջավոր ամբողջ կարգ։ Հարցեր։ Լավ։ Սրանից կարելի է մի քանի պարզ հետևանք ստանալ։ Օրինակ, եթե F-ը անալիտիկ է, ապա F-ի 0-ները պետք է լինեն իզոլացված։ Այսինքն կուտակման կետեր չեն կարող ունենալ։ Ինչու՞։ Եթե F-ի արժեքը A կետում 0 է, ապա գոյություն ունի մի հատ K, որ F-ը կարելի է գրել Z հանած A-ի աշճան անգամ F ինչ-որ FK Z տեսքով, որտեղ FK Z-ը անալիտիկ է ու 0 չի A կետում։ Բայց եթե FK Z-ը A կետում 0 չի, FK Z-ը անալիտիկ ֆունկցիա է, մասնավորապես անընդհատ է, հետևաբար գոյություն ունի A կետի մի ինչ-որ միջակայք, որտեղ FK-ն 0 չի։ Բայց հետևաբար F-ն էլ 0 չի։ Այսինքն 0-ները չեն կարող ունենալ կուտակման կետեր։ Մասնավորապես, այստեղից նաև ինչ է հետևում, եթե ունենք ինչ-որ կետերի բազմություն, կետերի հաջորդականություն, օմեգայից, որոնք ունեն կուտակման կետ։ Հիմա եթե գիտենք f-ի արժեքները այս կետերում,
ապա f ֆունկցիան միարժեքորեն որոշված է լինում։ Ապացույցը պարզ լինի, եթե ունենանք f-ն ու g-ն, որոնք համընկնում են s բազմության վրա, ապա եթե իրենց տարբերությունը դիտարկենք, ապա տարբերությունը կունենա 0 արժեքները։ Այս բոլոր կետերում տարբերությունը կլինի 0։ Այսինքն տարբերությունը պետք է լինի 0 ամենուրեք։ Այսինքն f-ն ու g-ն պետք է ամենուրեք նույնը լինեն։ Իսկ որ գոնե մի հատ կա այդ կարանք ցույց տանք, եթե այդ FAN-ը ասենք մեր ուզած ձևով է էլի ձգտում։ Որ կամայական Այսինքն այդ կուտակման կետի մոտ F-երն է ոնց որ զուգամիտ են։ Տեղից հետևի, որ կարող ենք ֆունկցիա կառուցել։ Այսինքն եթե ունենք կամայական ինչ-որ հաջորդականություն, հա, որը ունի մի կուտակման, այսինքն եթե ունենք A-կան ձգտում է A-ի, ապա ուրեմն f-ի արժեքներն էլ A կետում այս կետերում տրված են, այսինքն ունենք ինչ-որ B կետեր, հա, որ B-կայրը, ավելի ճիշտ ունենք ինչ-որ B-կա կետեր, որ B-կայրը ձգտում են B-ի, ապա գոյություն ունի մի անալիտիկ ֆունկցիա, որ f-ական հավասար է B-կա, հա, դա այդ պնդում է, Բայց երևի ճիշտ չի, չէ, եթե B-կայրը բոլորը 0 վերցնենք, չէ, չնայած հենց 0 ֆունկցիան կլինի։ B-կայրից մի մասը 0, անվերջ հատը 0 վերցնենք, մի մասն էլ 0 չվերցնենք։ 0 չվերցնենք, հա։ Բաների համար գրեմ օրինակը, բայց լավ, եկեք հիմա դիտարկենք եզակի կետերը մեր ֆունկցիաների, ենթադրենք f-ը անալիտիկ է ինչ-որ կետի միջակայքում, բացի A կետից։
այս դեպքում կասենք, որ A կետը F-ի համար ինքը իզոլացված եզակի կետ է։ Singular-ը տենց եք ասում եզակի։ Ասում ենք եզակի։ Նորից կասեք։ Եզակի ենք ասում։ Հա։ Կլինի իզոլացված եզակի կետ, որովհետև միջակայք կա, որտեղ ուրիշ եզակի կետեր չկան, որտեղ միջակայքում մնացած բոլոր կետերում f-ը անալիտիկ է։ Արդեն տեսել ենք, որ եթե այս կետը այնպիսի կետ է, որ z հանած a անգամ fz-ը ձգտում է 0-ի, երբ որ z-ը ձգտում է a-ի, ապա այս դեպքում տեսել ենք, որ այս եզակիությունը կարելի է վերացնել։ Միակ ձևը, որ նման բան կարող է լինել, դա ոնց որ այս նկարն է, որ այս կետում արժեքը փոխել ուրիշ արժեք էինք դրել, այսինքն f-ի արժեքը ընդամենը այս կետում ուղղելով, ստեղից տեղափոխելով ստեղ, ունենանք անալիտիկ ֆունկցիա նաև a կետում։ Եթե նման բան տեղի չունենա, եթե սա 0-ից չձգտի, ուրեմն ինչ պետք է լինի։ Ասում են z-ը երբ որ ձգտում է a-ի, սա ձգտում է 0-ի, բայց բազմապատկում ենք f(z)-ով 0-ից չի ձգտում, միակ ձևը, որ դա կարող է լինի, դա այն կլինի, երբ որ f(z)-ը ձգտի անվերջության, երբ որ z-ը ձգտում է a-ի։ Պարտադիր չի սահման ունենա, բայց եթե ասենք ձևերից մեկը է, կամ սահման չունի, կամ եթե սահման ունի, պետք է սահմանը լինի անվերջություն։ Եթե այդ սահմանը գոյություն ունի ու անվերջություն է, այսինքն եթե սահման z-ը ձգտում է a-ի fz, սա գոյություն ունի ու անվերջություն է, ապա կասենք, որ f-ը այս կետում ունի անգլերեն ասում են pole, հայերեն չգիտեմ ճիշտ ասած։ Բևեր, հենց տենց էլ աստորեն թարգմանվել։ Ունի a կետում բևեր։ Նկատեք, որ ըստ սահմանման բևերները իզոլացված են։ Որտեղ ստեղ մենք մենակ դիտարկում ենք ֆունկցիա, որը անալիտիկ է ինչ-որ մի կետում, կետի միջակայքում բացի այդ կետից։ Այսինքն այս սահմանումով համել այդ singularity-ներն են երբեմն բան բևեր համարվում, թե որը որ singularity չի, դրանք որոնք այս որ singularity-ները, բևերը singularity-ի տեսակ է։ Հա, Բևերը այն singularity-ներն են, որոնք իզոլացված են ու այդ կետում a կետը կոչվի բևեր, եթե a կետի մի միջակայք կա, որտեղ ֆունկցիան անալիտիկ է ու երբ որ z-ը ձգտում է a-ի, a կետի f(z)-ը ձգտում է անվերջության։ Կարելի է ունենալ singular կետեր, կարելի է ունենալ եզակի կետեր, որոնք բևերներ չեն։ Եկեք ցույց տանք, որ բևերները իրենց պահում են 0-ների նման։ Այսինքն բևերները նույնպես ունեն ամբողջ աստիճան։ Ուրեմն պնդում, եթե an f ֆունկցիայի բևեր է, ապա գոյություն ունի մի ամբողջ թիվ,
դրական, այնպիսին, որ fz-ը կարելի է գրել z հանած i մինուս k անգամ մի ֆունկցիա, որը անալիտիկ է։ Ուրեմն այնպես, որ f կան լինի անալիտիկ։ Ակետի ինչ-որ մի միջակայքում։ Ասենք, եթե մենք մեր օմեգա տիրույթը այնպիսին էր, որ ամբողջ օմեգա տիրույթում բացի a կետից ֆունկցիան անալիտիկ էր, ապա այս f կան անալիտիկ կլներ ամբողջ օմեգա տիրույթ, հա։ Ապացույց նախ ինչ կարող ենք ասել։ Նախ կարող ենք ասել, որ գոյություն ունի a կետի մի միջակայք, որտեղ f-ը 0 արժեքը չի ընդունում։ Ինչի՞։ Որովհետև եթե a կետի ամեն միջակայքում, նախ f-ի արժեքը a կետում 0 չի, կամ Ալջի սենց ասենք, եթե a կետի ամեն մի միջակայքում f-ը 0 արժեքը ընդուներ, բացի a կետից, ապա կունենայինք ինչ-որ սենց կետերի հաջորդականություն, որը կձգտեր a-ի, որտեղ f-ի արժեքները բոլորում կլներ 0։ Իսկ այդ դեպքում կստանայինք, որ f-ը պետք է նույնական 0 ֆունկցիան լինի։ Այսինքն, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ a կետի մի միջակայք կա, որտեղ f-ը 0 չի։ Եկեք այդ միջակայքում դիտարկենք f-ի հակադարձ ֆունկցիան։ Ինչ կարող ենք ասել այս j ֆունկցիայի մասին։ J ֆունկցիան կլինի անալիտիկ։ Այս միջակայքում բացի a կետից։ A կետի մասին չենք կարող ասել։ Բայց a կետում ինչ կարող ենք ասել։ Երբ որ հաշվենք սահմանը, երբ որ z-ը ձգտում է i jz-ը, սա նույնն է, ինչ որ սահման z-ը ձգտում է i 1-ը բաժանած fz, սա կլինի 0։ Այսինքն կստանանք, որ j-ն a կետում ունի հեռացվող եզակիություն։ Այսինքն եթե սահմանենք z ֆունկցիան, դե j-ի արժեքը a կետում սենսորեն սահմանված չէ, եթե j-ի ֆունկցիան սահմանենք հետևյալ կերպ, j-ի արժեքները z կետերում թողնեն 1-ը բաժանած fz, երբ որ z-ը a չի, բայց 0, երբ որ z-ը a է, սա կլինի անալիտիկ ֆունկցիա։ Արդեն
ակետի միջակայքում ներառյալ ակետը։ Ակետը ներառյալ։ Բացի դրանից j-ի արժեքը ակետում 0 է։ Հետևաբար 0-ն ունի պատիկություն։ Այնպեսի, որ z-ը կարելի է գրել z հանած i կասճան անգամ ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիա։ Նույն միջակայքում, բայց նաև կարող ենք ասել, որ ЖԿ-ն A կետում 0 չի լինելու։ Ինչ ենք ստանում, ստանում ենք, որ FZ-ը կարելի է գրել 1 բաժանած Z հանած I կասճան, անգամ 1 բաժանած ЖԿZ։ Հիմա, քանի որ ЖԿ-ն A կետում 0 չի, 1 բաժանած ЖԿZ-ը կլինի անալիտիկ, նույնպես կլինի անալիտիկ ֆունկցիա։ I-ի ինչ որ մի միջակայքում։ Հարցեր։ Այսինքն ինչ կարող ենք ասել, եթե մի ֆունկցիա վերցնենք, որը A կետում ունի ինչ որ կարգի բևեռ, ապա եթե դիտարկենք Z հանած I կասճան անգամ FZ ֆունկցիան, սա կլինի անալիտիկ։ I միջակայքում, հետևաբար իրան կարող ենք գրել հետևյալ տեսքով. Z հանած I կասճան FZ-ը կարող ենք գրել ինչ-որ մի թիվ, գումարած ինչ-որ մի թիվ անգամ Z հանած A, գումարած եւ այլն, գումարած ինչ-որ մի թիվ անգամ Z հանած I կա մինուս 1 աշճան, գումարած մի անալիտիկ ֆունկցիա անգամ Z հանած I կա աշճան։ Սա կլինի անալիտիկ։ Հիմա, եթե բաժանենք երկու կողմը Z հանած I կա աշճանի վրա, որը կարող ենք անել կամայական Z-ի համար, որը I-ի հավասար չի, կունենանք, որ F-ի արժեքը Z կետում կարող ենք գրել հետևյալ տեսքով. ինչ-որ մի թիվ անգամ Z հանած I մինուս կա, գումարած մեկ ուրիշ թիվ անգամ Z հանած I մինուս կա պլյուս 1 եւ այլն, B1 ճիշտ, եկեք սենց գրեմ, BK բաժանած Z հանած I աշճան, BK մինուս 1 բաժանած Z հանած I K մինուս 1, B1 բաժանած Z հանած A, գումարած մի ֆունկցիա, որը անալիտիկ է։ Այս մասը անուն ունի, կոչվում է F-ի եզակի մասը A կետում։
Այսինքն մենք ինչ տեսանք, մենք տեսանք, որ եթե f-ը a կետում ունի բևեռ, ապա f-ի եզակիությունը այդ բևեռի մոտ միայն այս տեսքը կարող է ունենալ։ Ինչ որ վերջավոր քանակի նման բաներ ենք ավելացրել ինչ որ մի անալիտիկ ֆունկցիայի։